Չէ, զգուշացումների մասին բնականաբար տեղեկատվություն չկա, որովհետև իրենք շատ լավ գիտեն, որ զգուշացումների լեզվով չեն կարող խոսել Գագիկ Ծառուկյանի հետ, դա մեկ։ Ինչ վերաբերվում է, ես կրկնեցի, որ մենք գնալու ենք իրավական ճանապարհով, մենք այլընտրանք չենք տեսնում այս գործընթացում, բնականաբար կան տեղական արդարադատության ատյաններ եւ այդ բոլոր ատյաններում մեր իրավունքը այսպես իրացնելուց հետո, այո, մենք նաեւ պատրաստ ենք եվրոպական դատարան դիմելու եւ մեր իրավունքների համար պայքարելու։ Ուրիշ տարբերակ չկա, իսկ ինչ վերաբերվում է հարկային ստուգումներին, դրանք անընդհատ են Multigroup կոնցեռնի բոլոր ձեռնարկություններում, Գագիկ Ծառուկյանի կողմից հավատարմագրային կառավարման հանձնված գրեթե բոլոր ձեռնարկություններում հարկային ստուգումները երբեք չեն էլ դադարել։ Ես որևէ երաշխիք չունեմ, որ այս պահին մինչ մենք այս հարց ու պատասխանը կվերջացնենք, որևէ նոր ձեռնարկությունում չի սկսի հարկային ստուգում, որևէ նոր ձեռնարկություն պետականացնելու մասին այսպես բուռն եւ անհաղթահարելի ցանկություն չի ունենա Նիկոլ Փաշինյանը։ Այս դեպքում որևէ երաշխիք նրանց գործունեության մասով չեմ կարող տալ, ցավոք միակ բանը, որ կարող եմ ասել, որ նրանք կարող են ապահովել, եթե շարունակեն մնալ իշխանության, եթե Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հունիսի 7-ից հետո չհեռանան եւ շարունակեն մնալ իշխանության գլխին, միակ բանը, որ կարող են երաշխավորել, դա երաշխավորված ադրբեջանացումն է։ Այսքանը, շնորհակալություն։